Բարև ձեզ, այսօր խոսելու եմ կոմբինատորիկայի մասին։ Ինչ է կոմբինատորիկան։ Կոմբինատորիկան մաթեմատիկայի այն ուղղությունն է, որը զբաղվում է օբյեկտների հաշվամբ, դասավորմամբ և ընտրությամբ տարբեր պայմանների դեպքում։ Ավելի պարզ ասած, կոմբինատորիկան պատասխանում է հետևյալ հարցերին. քանի ձևով կարելի է ինչ-որ բան անել, ինչպիսի տարբերակներ կարող են լինել, որքան է հնարավոր տարբեր դասավորությունների քանակը։ Կոմբինատորիկայի հիմքում ընկած են երեք հասկացություններ՝ տեղափոխություններ, կարգավորություններ և զուգորդություններ։ Որտեղ և որ բնագավառում է օգտագործվում կոմբինատորիկա։ Կոմբինատորիկան օգտագործվում է հավանականությունների տեսություններում, խաղերի վերլուծության մեջ, ալգորիթմներում ու ծրագրավորման մեջ, ինչպես նաև գաղտնագրության մեջ։ Հիմա խոսենք տեղափոխության մասին։ Ինչ է տեղափոխությունները կամ փոխատեղությունները։ Տեղափոխությունները կոմբինատորիկայում նշանակում է բոլոր տարրերի բոլոր հնարավոր դասավորությունները, երբ դասավորվածությունը կարևոր է։ Օրինակ, մենք ունենք 7 աշակերտ և ցանկանում ենք իմանալ, թե այդ 7 աշակերտներին քանի տարբեր ձևով կարող ենք շարք կանգնեցնել, և այս հարցի պատասխանը հենց տալիս է տեղափոխությունները։ Այսինքն, ավելի պարզ ասած, n տարրից ընտրում ենք n տարր և դասավորում, կամ մեկ այլ ավելի պարզ օրինակ բերեմ. ենթադրենք մենք ունենք 3 տարր A, B և C։ Այս 3 տառերը քանի տարբեր եղանակով կարող ենք դասավորել։ Հիմա ես դասավորեմ առաջին տարբերակը ABC, երկրորդ տարբերակը ACB, երրորդ տարբերակը իհարկե BAC, չորրորդ տարբերակը BCA, հինգերորդ տարբերակը CAB և վեցերորդ տարբերակը CBA։ Մենք ABC տառերը դասավորեցինք 6 տարբեր եղանակներով։ Տեղափոխությունների բանաձևը հետևյալն է. Pn-ը հավասար է n ֆակտորիալ։ Մենք ունեինք 3 տարր, այսինքն մեր n-ը 3-ն էր, և մեզանից պահանջում էր պարզել, թե այդ 3 տառերը ABC-ն քանի տարբեր ձևով կարող ենք դասավորվել, և ստացվեց, որ 6 ձևով կարող ենք մենք դասավորել։ Այսինքն, եթե մենք այս գործողությունը հերթով չանեինք, այլ միանգամից կիրառեինք բանաձևը, կստանայինք ճիշտ պատասխանը, որովհետև ունենք 3 տարր և Pn-ը հավասար է n ֆակտորիալ։ 3-ի ֆակտորիալը հենց 6-ն է։ Սա տեղափոխությունների մասին։ Հիմա խոսեմ կարգավորությունների մասին։ Ինչ է կարգավորությունը։ Կարգավորություններ նշանակում է n տարրից ընտրել կատար և դասավորել դրանք, և դասավորվածությունը կարևոր է։ Այսինքն, ինչ տարբերություն կա տեղափոխությունների և կարգավորությունների միջև։ Տարբերությունը հետևյալն է. տեղափոխությունների ժամանակ n տարրից ընտրում ենք n տարր, այսինքն ընտրությանը մասնակցում են բոլոր տարրերը, իսկ կարգավորությունների դեպքում n տարրից ընտրում ենք կատար, այսինքն
ընտրությանը չեն մասնակցում բոլոր տարրերը, այլ ընտրում ենք այդ n տարրերից ոչ բոլորը, մի քանիսը և դասավորում։ Տեղափոխությունների և կարգավորությունների դեպքում դասավորվածությունը կարևոր է։ Կարգավորությունների բանաձևը հետևյալն է, տեսնում ենք։ Հիմա խոսեմ զուգորդությունների մասին։ Զուգորդություն նշանակում է n տարրերից ընտրել k տարր, երբ դասավորվածությունը կարևոր չէ։ Նորից եմ կրկնում, զուգորդություններ նշանակում է n տարրերից ընտրել k տարր, երբ դասավորվածությունը կարևոր չէ։ Կարդում եմ առաջին խնդիրը. քանի տարբեր ձևով կարելի է դասավորել 4 տարբեր գրքեր դարակում։ Կոմբինատորիկայի վերաբերյալ խնդիրներ լուծելիս, խնդիրը կարդալուց հետո պետք է որոշենք ինչի հետ գործ ունենք՝ տեղափոխություննե՞ր են, կարգավորություննե՞ր, թե զուգորդություննե՞ր։ Կոնկրետ մեր դեպքում ունենք 4 տարբեր գիրք և այդ 4 տարբեր գրքերը պետք է դասավորենք դարակում։ Ինչ ենք այստեղ տեսնում, ունենք 4 գիրք, այդ բոլոր 4 գրքերն էլ դասավորում ենք դարակում, այսինքն ունենք n տարր և այդ դասավորվածությանը մասնակցում են բոլոր n տարրերը։ Ունենք n տարր, n տարրից ընտրում ենք բոլոր n տարրերը և դասավորում։ Այստեղ խոսքը տեղափոխությունների մասին է, հետևաբար խնդիրը պետք է լուծենք տեղափոխության բանաձևի միջոցով, որն է Pn հավասար է n ֆակտորիալի, գրենք։ Ինչ է սա նշանակում, Pn-ը հավասար է 4-ի ֆակտորիալ, որովհետև n-ը մեր 4-ն է, 4-ի ֆակտորիալը հավասար է 24-ի, հետևաբար պատասխան 24։ Կարդում եմ հաջորդ խնդիրը. ունենք 6 մարդ, քանի տարբեր ձևով նրանցից կարելի է ընտրել նախագահ և տեղակալ։ Հիմա նախ հասկանանք սա ինչ է, տեղափոխություններ, կարգավորություններ, թե զուգորդություններ։ Ունենք 6 մարդ, n-ը հավասար է 6-ի։ Քանի տարբեր ձևով նրանցից կարելի է ընտրել նախագահ և տեղակալ, այսինքն 6 մարդուց պետք է ընտրենք 2-ը, k-ն հավասար է 2, այսինքն 6 մարդուց էլ հենց ընտրությունը չենք կատարում, ընտրությանը կմասնակցեն 6 մարդուց 2-ը, ընտրում ենք 2 մարդ, k-ն հավասար է 2, հիմա հասկանանք զուգորդություն է այստեղ, թե կարգավորություն։ Դա պարզելու համար փորձենք հասկանալ, թե դասավորվածությունը կարևոր է, թե ոչ։ Տեսեք, պետք է ընտրել նախագահ և տեղակալ։ Այստեղից եզրահանգում ենք, որ այո, դասավորվածությունը կարևոր է, հետևաբար այստեղ խոսք է գնում կարգավորությունների մասին և այս խնդիրը լուծելու համար պետք է օգտվենք հետևյալ բանաձևից, կարգավորությունների բանաձևից։ Գրեմ բանաձևը, n-ը մեր 6-ն է, 6 մարդ, հետևաբար գրում ենք 6-ի ֆակտորիալ բաժանած n մինուս k, հակակից այստեղ n-ը մեր 6-ն է, k-ն 2-ն է, այստեղ ֆակտորիալի նշանը դնենք, 6-ի ֆակտորիալը հավասար է 720, իսկ 4-ի ֆակտորիալը հավասար է 24, 720-ը բաժանած 24-ի հավասար է 30։ Այսինքն պատասխանն է 30, գրենք։ Անցնենք հաջորդ խնդրի լուծմանը։ Տոփում կան 5 տարբեր գույնի գնդակներ,
Քանի ձևով կարելի է ընտրել 3 գնդակ։ Ունենք n տարր և այդ n տարրից ընտրում ենք k տարր, այսինքն բոլոր n տարրերն էլ չեն մասնակցում ընտրությանը, այլ մասնակցում է մի մասը, 5-ից ընտրությանը մասնակցում է 3-ը, 5-ից ընտրում ենք 3-ը։ Հիմա այստեղ խոսքը զուգորդությունների մասին է, թե կարգավորությունների մասին է, դասավորվածությունը էական է, թե ոչ։ Ոչ, էական չէ, որովհետև կարևոր չէ, թե այդ 3 գնդակներից առաջինը որը կընտրենք և որը կընտրենք երկրորդը և երրորդը, այստեղ դասավորվածությունը էական չէ, հետևաբար այստեղ մենք գործ ունենք զուգորդությունների հետ, խնդիրը լուծելու համար պետք է օգտվենք զուգորդությունների բանաձևից, որը հետևյալն է։ Ես տեղադրեմ այստեղ։ Հիմա արժեքները տեղադրենք բանաձևի մեջ։ N-ը մեր 5-ն է, k-ն 3-ը, ստացվեց 5-ի ֆակտորիալը բաժանած 3 ֆակտորիալ բազմապատկած 5-ից հանած 3-ի ֆակտորիալ։ Այս ամենը հավասար է 120-ը բաժանած 12-ի, սա էլ հավասար է 10-ի, այսինքն պատասխան 10-ը։ 10 ձևով կարող ենք 5 տարբեր գույնի գնդակներից ընտրել 3 գնդակ։ Պատասխանը գրենք։ Հիմա լուծենք վերջին խնդիրը, որը մի փոքր բարդ է։ Քանի տարբեր ձևով կարելի է 7 մարդուց ընտրել 3 հոգանոց հանձնաժողով, որտեղ Արամը և Կարենը միասին չեն լինի։ Նախ հասկանանք այստեղ տեղափոխությունների հետ գործ ունենք, զուգորդությունների, թե կարգավորությունների։ 7 մարդուց ընտրում ենք 3-ը, հետևաբար այստեղ տեղափոխությունների մասին խոսք լինել չի կարող։ Հիմա հասկանանք զուգորդություննե՞ր են, թե կարգավորություններ են։ Այստեղ էական չէ, թե այդ 3 հոգանոց հանձնաժողովի մեջ առաջինը ում կընտրենք, երկրորդը ում և երրորդը ում։ Հետևաբար այստեղ խոսքը գնում է զուգորդությունների մասին, բայց մենք ունենք պայման. Արամը և Կարենը չպետք է միասին լինեն, այսինքն եթե ընտրվեն այդ 3-ը, միասին Արամը և Կարենը լինել չեն կարող։ Նախ եկեք հասկանանք, թե այս 7 մարդուց քանի տարբեր ձևով կարող ենք ընտրել 3 հոգու հանձնաժողով կազմելու համար։ Ուրեմն n-ը մեր 7-ն է, k-ն 3-ը, այս ամենը հավասար կլինի 35, այսինքն ինչ պարզեցինք, որ 7 մարդուց մենք կարող ենք 3 հոգանոց հանձնաժողով ընտրել 35 ձևով։ Հիմա մենք պետք է այնպես անենք, որ Արամը և Կարենը միասին այդ 3 հոգանոց հանձնաժողովում չլինեն։ Նախ պարզեցինք, որ 35 տարբեր ձևով կարող ենք ընտրել 7 մարդուց 3 հոգանոց հանձնաժողով։ Արամը և Կարենը պետք է միասին չլինեն։ Եկեք հաշվենք այն տարբերակների քանակը, որտեղ 3 հոգանոց հանձնաժողովում Արամը և Կարենը միասին են լինում։ Եթե 3 հոգանոց հանձնաժողովում 2 հոգին արդեն ընտրված են, այսինքն Արամը և Կարենը ընտրված են, մնում է 5 հոգուց ընտրել 1 հոգի,
Ինչու 5 հոգուց ընտրել 1 հոգի, որովհետև 7 հոգուց 2-ը Արամը և Կարենը արդեն ընտրված են և մնում է 5 հոգուց ընտրել մեկը 3 հոգանոց հանձնաժողով կազմավորելու համար: Դե բնական է, որ 5 հոգուց մի հոգի կարող ենք ընտրել 5 եղանակով: Այստեղ բանաձև էլ պետք չի, հաշվել էլ պետք չի: Իհարկե ես բանաձևը կարող եմ գրել, թե ինչպես են 5 հոգուց 1 հոգին ընտրում, բայց դրա անհրաժեշտությունը չկա, բոլորիդ էլ հասկանալի է: Այսինքն 5 տարբեր ձևով կարելի է այնպես անել, որ 3 հոգանոց հանձնաժողովում Արամը և Կարենը միասին լինեն: Դե քանի որ ընդհանուր դեպքերի քանակը 35-ն է, 35 տարբեր ձևով կարող ենք ընտրել 3 հոգանոց հանձնաժողով, այդ 35 տարբեր ձևերի մեջ 5 ձևում Արամը և Կարենը 3 հոգանոց հանձնաժողովի մեջ միասին են լինում: Դա նշանակում է, որ մնացած 30-ի մեջ Արամը և Կարենը 3 հոգանոց հանձնաժողովի մեջ միասին չեն լինում: Այսինքն պատասխան 30 տարբեր ձևով: Ուրեմն 35-ից մենք հանում ենք 5, հավասար է 30, պատասխան 30: Այսինքն 7 մարդուց մենք 3 հոգանոց հանձնաժողով կարող ենք ընտրել 30 տարբեր ձևով, որտեղ Արամը և Կարենը միասին չեն լինի: Պատասխան 30: Այսքանը: Եթե նյութի հետ կապված հարցեր կան, ձեր հարցերը կարող եք գրել մեկնաբանության դաշտում, ես սիրով կպատասխանեմ: